Խոշոր եղջերավորների գլխաքանակը Հայաստանում շարունակում է նվազել։ Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներով այս տարվա սկզբին հանրապետության տարածքում շուրջ 476,000 անասուն է հաշվառվել։ Մեկ տարի առաջ կենդանիների թիվը գերազանցում էր 490,000-ը։ Այլ կերպ վերջին տարիներին անասունների գլխաքանակը հանրապետությունում կրճատվել է ավելի քան 22%-ով։ 2021-ին 613,000 խոշոր եղջերավոր էր հաշվառվել, թվերը նվազում են գրեթե բոլոր մարզերում։ Գեղարքունիքում շուրջ 72,000 խոշոր եղջերավոր է հաշվառվել։ 2024-ին թիվը 4,000-ով ավելի մեծ էր, 5 տարի առաջ ցուցանիշն անցնում էր 100,000-ը։ Արագածոտնում 53,000-ն են հաշվառվել, 2,000-ով պակաս, քան 1 տարի առաջ։ 5 տարիների ընթացքում մարզում կենդանիների թիվը նվազել է մոտ 20,000-ով, Սյունիքում 5 տարի առաջ ավելի քան 23,000 կով կար։ Հիմա 15,500 էլ չի հասնում։ 2021-ին Արմավիրում կովերն ավելի քան 17,000 էին, այժմ 14,500 էլ չեն հասնում։ Անասունների գլխաքանակի անկումը Հայաստանում պայմանավորված է մի շարք հանգամանքներով, սնուցման հետ կապված խնդիրներով, հողային ռեսուրսների վատ վիճակով, ֆինանսական եւ շուկայական տարաբնույթ ճնշումներով, պետական աջակցման անհամապատասխանությամբ ու սոցիալական փոփոխություններով, ասում է փորձագետը։ Վկայաբերվող պատճառների թվում հիշատակվում են նաեւ Ադրբեջանի հետ սահմանային խնդիրների հետևանքով արոտավայրերի անհասանելիությունը, շուկայական ներքին հարցերն ու ցածր եկամտաբերությունը։ Ֆերմերները տրտնջում են նկատելով, որ անասնապահությունը Հայաստանում դարձել է անշահութաբեր գործ։ Հայաստանում անասունների թվաքանակի անկման պատճառներից մեկն էլ խոտի բարձր գինն է։ Ոնց նայում եմ, sense մի քանի տարի հետո անընդհատ մինուս է գնալու տարածաշրջանում։ Եթե դրա թեմը չառնեն, ինչ որ մի բան պիտի հարվի։ Գնալով էլի հետա գնալու։ Կոնկրետ մեր գյուղում ինչքան որ կա, դրա 50%-ն էլ ապակասել։ Միս ու կատ արտադրողների համար մրցակցությունը անհավասար է արտաքին շուկաների պահանջների ու ներմուծման պայմանների պատճառով։ Պաշտոնական վիճակագրությունն արձանագրում է նաև հենց կաթի արտադրության նվազումը։ Գործը ոչ բոլոր մարզերում է ձեռնտու։ Կաթը ցածր գնով է մթերվում, անասնապահներին աննշան եկամուտ է մնում։ Օրինակ, կովից 20 լիտր կաթ կթելու դեպքում ընդամենը 500 դրամ օգուտ է մնում։ 6 ամիս հետո գյուղացին շատ հնարավոր է այդ օգուտն էլ չունենա։ Անընդհատ սպանդանոցային մոտ բացարձակելի փողերը վատնում են։ Մարդիկ ստիպված չեն կարողանում իրանց բուծած կենտանի նորմալ ձևով իրացնել ու ընդհանուր առմամբ կերի խնդիրը կա, որ կերային մշակաբույսերի ցանկատարածները պակասել են, կերակադրություն չկա, լոգիստիկայի առումով էլ ժամանակ առ ժամանակ ճանապարհները փակվում են, կերը ուշանում է։ Գյուղացու ներդրումը միշտ չէ, որ արդարացնում է սպասումները, բայց նրանց ներդրումները անգնահատելի են եւ երբևէ աննկատ չեն մնում։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ամիսներ առաջ այս խոսքով էր շնորհավորել գյուղատնտեսության աշխատողի օրը։ Փոխարենը ոլորտը համակարգող գերատեսչության ղեկավարը կառավարության անունից վստահեցրել էր պետությունը միշտ գյուղացու կողքին է։ Աջակցության ծրագրերով շարունակաբար աշխատում են ոլորտի առաջխաղացման համար։ Քնարիկ Պետրոսյան, ժամը լրատվական։